Տիկին Վարդանյան, ինչ տրամադրվածությամբ եք եկել խորհրդարան 9-րդ գումարման խորհրդարանը նոր մեկնարկում։ Աշխատանքային բնականաբար, որովհետև օրակարգում կարևոր հարցեր կան, որոնք պետք է դրվեն սեղանին քննարկման եւ բնականաբար աշխատանքային։ Այս ընդդիմությունը դե ուժեղ Հայաստանը առաջին անգամ է գալիս խորհրդարան, իրենց հետ կապված օրինակ ինչ է մտածում իշխանությունը, լինելու է նախորդների պես ծեծ ու ջարդ, հայոյանք, որտեվ հանրությունը նաև անդադ ասում է, որ հոգնել է, պետք է խորհրդարանի ամբիոնը այլ բանի համար օգտագործել, պատրաստ է իշխանությունը դրան։ Ես կարծում եմ, որ ոչ միայն պատրաստ է, այլ ողջունում է նման աշխատելավոճը եւ այո, կարծում եմ, որ բարեկիրթ եւ քաղաքակիրթ խորհրդարան պետք է ակնկալել, մնացածը բնականաբար նաև կախված է դիմացի կողմից, այսինքն ինչպես կպահեն իրենց դիմացի կողմը, հետեւաբար ես ինքս տրամադրված եմ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կառուցողական եւ այլն, բայց ելի եմ ասում, մենք այստեղ մենակ չենք։ Իսկ ինչ եք զգում, ընդդիմությունը պատրաստ է համագործակցել աշխատել իշխանությունների հետ։ Չեմ կարող ասել ճիշտն ասած ինչի է պատրաստ ընդդիմությունը, դա երևի ճիշտ կլինի իրենց ուղղել այդ հարցը, աշխատել մեզ հետ հիմա օրակարգային հարցեր կան, ենթադրենք ինչ որ նախագծեր են քննարկվում, մասնակցելու են թե ոչ նախագծերի քննարկմանը եւ որքանով ասենք լոյալ են, այսինքն օբյեկտիվ են լինելու այդ նախագծերի քննարկմանը, մնացածը կերևա։ Եթե հանկարծ հրահրեն ծեծ ու ջարդ սկսվի, չգիտեմ, իշխանության կամ ընդդիմության կողմից ինչ եք անելու դուք որպես կին պատգամավոր։ Ոյ, որպես կին պատգամավոր, ես ընդհանրապես բռնությանը դեմ եմ, ճիշտն ասած, ինքս դժվար մասնակցեմ ծեծին։